Եռում եմ, բայց ամպերատար եմ Ամեն առավոտ հարցնում են ոնց է ժպտում ազգիս ասում եմ լավ եմ Չեմ գնում տուն կանարցել Հրակ եկեք բարձր ծափարեք Ընջերան է պահել եմ Բաղչից տարի կաղել եմ Ողջար են կապել եմ Սրտով սիրած իմ յարի համար Ընջերան է պահել Յարս կերպի մեջ Լիտուշիկը Ընպես որ բարեկալուստ նոր կյանք Շնորհակալություն Ես եմ հրագնոմ, որպեսի գաք ու միասին ստակ բարի Զում եմ նվիրել բոլոր ուրախնականց Միշտ պայցար ու կենասած Զում եմ կյանքը, որը թանկ է իր ամեն մի վարկանով Պետք է այն ապրել միայն բարով Լավն է կյանքը, դու շատ տամ հավատամ Որ քո երազանքը, մի օր կյանկանանա Կարող եք միասին եկել, բարձր միասին Իմ աշխարհ եք դուք Շատ լավ Կես կրկեմ ու ինքս իստամ երանի Իմ աշխարհ եք աշխարհով եք Գորամ որ ես դարձել եմ երջանիկ Ձեր կտուրից է բազի
մասին եկեմ տարածքին իմանամ Եթե ես քո սիրուն ճանապարհ իմանամ Մասին եկեմ տարածքին իմանամ Եթե ես քո սիրուն ճանապարհ իմանամ Hey! Բարում է! Սիրտին վերագույնով եմ ես այսօր ներկել Կայչրի հապարտություն է ինձ ամուր գրկել Ներմի ես մոծուն է հաղթանական է ազգի Չելիտի կոդրել բոքին ու ուժն է բազգի Ոտքո ջուրը կոմի բում Սիրտը քո սիրում ատում Քո ջենցում է կեզ պահում ամուր Այ, իմ Հայաստան, հաղթանակների երկիր Այ, իմ Հայաստան, ինձ ու անգրկիր Այ, իմ Հայաստան Դստասիրեր, միացեք մեզ, որոշ դստեք պրխանում Կրկրոտ լողում ծմացին է Ողու ջուրը կոմի բուր Սիրտեն կո սիրում ակուր Քո ջայրություն է կեզ պահում ամուր Այ, իմ Հայաստան, հաղթանակների երկիր Այ, իմ Հայաստան, ինձ օգան Կոննրա հատիկ եմ ես Այ, իմ Հայաստան, սիրտը ինձ սիրում է Երեք եկեք բարձր ծափարեք
Instead
Խորոտիկ մայրո Լեյլե մայրո Խորոտիկ մայրո Լեյլե մայրո Սերիկ սիրու շատ խորոտիկ Սովա դուք հիշում եք Ոսկերվանից, կոտիլ, նասինգնես երեխեք կնկարեն Եստեք, տերեք ճան, եսա մոնորով Եք ձեր կնկարվեք կնստերիք Եք ձեր կնկարվեք կնես սանդել Սանդելիքը կնկարվեք եք Amen.
վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ լսենք նրա խոսքը, ողջունի խոսքը մեզ եւ իր շրջանավարտներ։ Ուրախ եմ ես ձեզ բոլորից շնորհավորում եմ ձեր վերջին զանգի կապակցությամբ եւ ինչ ենք մենք այս միջոցառումը կազմակերպել։ Մենք այս միջոցառումը կազմակերպել ենք ի նշան նրա, որ ձեզ համարում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության տերը, Հայաստանի Հանրապետության սեփականատերը եւ մեր շարժումը, մեր Թավշյա հեղափոխությունը մի շատ կարևոր կարգախոս ուներ եւ ունի, երբ քաղաքացիները վանկարկում են մենք ենք տերը մեր երկրի։ Այս տարածքը ստեղծվել է եւ հիմնադրվել է որպես բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող մի տարածք եւ մենք հարկ համարեցինք, որ դուք սահմանամերձ համայնքների շրջանավարտները հնարավորություն ունենաք ձեր օրը նշել այստեղ ի նշան հենց այդ բանի, որ մենք ծառայում ենք ձեզ, ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը եւ մեր մեծագույն խնդիրն է մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք ամեն օրվա հետ զգաք, որ ապրում եք ավելի ու ավելի լավ երկրում, ավելի ու ավելի լավ հայրենիքում։ Եվ ես հույս ունեմ, որ դուք դա այս ընթացքում արդեն զգացել եք մինչև նույնիսկ այստեղ գալը։ Զգացել եք այդ միշտ։ Մարտիրով զգացել եք, թե ուղղակի հարկ։ Ես դրա համար չափազանց ուրախ եմ, բայց այսօր իմ պլանների մեջ չի մտնում մխրճվել ձեր միջոցառման մեջ ելույթներով եւ տարբեր բաներով։ Ես ուղղակի ձեզ հետ կմասնակցեմ, ես միայն մի բան եմ ուզում ասել, շնորհավորում եմ բոլորի, շնորհավորում եմ ձեզ մեծ հաջողություններ եմ մաղթում հետագա կյանքում եւ ուզում եմ ընդհանրապես մի բան ասել, որ մեր երկրի եւ ձեր մեր բոլորի խնդիրների լուծման կարևորագույն միջոցը կրթությունն է։ Խնդրում եմ երբեք կրթությունը չթերագնահատեք։ Այսօր մենք մշակույթի գործիչների հետ հանդիպում ենք ունենում եւ խոսում ենք դրա մասին, որ ցավոք Հայաստանում կան խմբեր, կան միջավայրեր, որտեղ կարող են տեղի ունենալ հետեւյալ կարգի խոսակցություններ, իսկ մեր ինչին է պետք սովորելը, իսկ մեր ինչին է պետք կրթությունը, դա ինչի համար է ընդհանրապես։ Ես ուզում եմ ասել, որ նոր Հայաստանում կրթությունը, փոխադարձ հարգանքը եւ ընդհանրապես կրթական ցենզի շարունակական բարձրացումը առաջնահերթություն է եւ ես ուզում եմ ձեզ կոչ անել, որ դուք ձեր հետագա կյանքում ամեն հաջորդ օր լինեք ունենաք ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ, քան ունեիք նախորդ օրը։ Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել ամբողջ կյանքում։ Մեզնից յուրաքանչյուրի ամենամեծ առաքելությունը եւ ամենամեծ պարտավորությունը ամեն հաջորդ օր լինել ավելի կիրթ, ամեն հաջորդ օր ունենալ ավելի բարձր կրթական ցենզ, ամեն հաջորդ օր ունենալ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ եւ սա չի վերաբերվում միայն ինչ որ գիտելիքներ անգիր անելով, իմանալով, թե ասենք որն է աշխարհի ամենամեծ կղզին կամ թերակղզին, չնայած դա իմանալը լավ է եւ չի խանգարում։ Դա վերաբերվում է նաեւ մեր փոխադարձ հարաբերություններին, երկու քաղաքացու միջև հարաբերություններին, ձեր ընկերոջ, ձեր ընկերուհու հետ, ձեր ունեցած հարաբերություններին, ձեր հարևանի հետ ունեցած հարաբերություններին, իշխանության նկատմամբ ձեր ունեցած վերաբերմունքին, իշխանության ձեր առաջ ունեցած պարտավորության ընկալմանը։ Բայց ես ոնց որ թե իմ իսկ առաջադրած կանոնը խախտում եմ եւ արդեն
սկսում եմ այսպես ասած քաղաքական ենթատեքստեր ունեցող ելույթ ունենալ, ես չեմ ուզում ընդհատեմ այլևս ձեր միջոցառումը, շնորհավորում եմ բոլորին։